Բարև ձեզ։ Այսօրվա հոկտեմբերի 12-ի իմ ամբիոն հաղորդաշարի հերթական հաղորդումը վերնագրել եմ Տրումպի մանդրաժը և Պուտինի յոլդաշը։ Բայց նախքան թեմային անցնել, ինչպես միշտ կոչով դիմում եմ բոլոր նրանց, որոնք նայում են հաղորդումներս, բայց դեռ չեն բաժանորդագրվել մինչև հիմա, ապա բաժանորդագրվեք խնդրեմ, դրեք լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Ամասյա Հովհաննիսյան YouTube ալիքը ավելի է տարածվում։ Իսկ հիմա անցնեմ բույնյութին եւ այսպես Տրումպի մանդրաժը եւ Պուտինի յոլդաշը։ Հավանաբար կռայացիք խոսքը ինչի մասին է։ Նախ սկսենք Տրումպից եւ նրա մանդրաժից։ Ինչից է նրա մանդրաժը? Դրանից է, որ հակառակ իր բոլոր ակնկալիքներին եւ տարբեր զեղումներին, տարբեր հայտարարություններին եւ ակնարկներին ինքը այս տարի չարժանացավ խաղաղության Նոբելյան մրցանակին։ Եվ թեև հետո նա արձագանքները մի քիչ հումորային էին կամ գրոտեսկային, ասեմ, թե ինչ այնուամենայնիվ այդ ամենի մեջ կար նկատվում էր նրա ջղաձգությունը, ինչպես մի կամակոր երեխայի մոտ, որը շատ էր ուզում շոկոլադ, բայց խոստացել են շոկոլադ տալ, բայց այդպես էլ չտվեցին։ Եվ այդ երեխան դրանից վիրավորվել էր։ Կամակորություններ էր անում։ Նույնը այսպիսի իրավիճակում էր հայտնվել Տրումպը, մարդ, որը ի դեպ խաղաղության Նոբելյան մրցանակի ձգտող մարդը իր երկրի պաշտպանության նախարարությունը վերափոխել էր, անվանափոխել էր ավելի ճիշտ պատերազմի նախարարության։ Բոլոր երկրներում ռազմական գերատեսչությունները կոչվում են պաշտպանության նախարարություն, ընդգծելու համար, որ այդ երկրները ռազմատենչ չեն։ Բայց արի ուտես, որ Սպիտակ տան ձվածև աշխատասենյակի ղեկավարը, ավելի շուտ ոչ թե ղեկավարը, այլ տերը, Դեղնակակուլը պաշտպանության նախարարությունը անվանափոխել է պատերազմի նախարարության։ Եվ ուզում է, որ խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանա, մանավանդ որ անընդհատ ամեն առիթով, ամեն արդիվ, ոչ թե արդիվ, այլ ամեն առիթով ընդգծում էր, որ իրեն հաջողվել է կասեցնել մի շարք պատերազմներ։ Խոսքը, բայց գլխավորը, որ նրան այդպես էլ դեռևս չի հաջողվել վերջ տալ կասեցնել ռուս-ուկրաինական պատերազմը, որը որ դրա համար առաջնային էր, սկսած նրա նախընտրական կամպանիայից, երբ հայտարարում էր, որ հենց դառնա նախագահ մի օր հետո այդ պատերազմը կդադարի, հետո մի օրը դարձավ մի շաբաթը մի ամիս էլ գնա գալիս է։ Փաստն այն է, որ հիմա նույնիսկ արդեն մտածում են, թե Տրումպը կհամաձայնվի Տոմահավք թեւավոր հրթիռներ մատակարարել Ուկրաինային, հրթիռներ, որոնք իզորու են խոցել, հարվածել Ռուսաստանի խորքերը։ Վերջնական չի ասում, ոչ հայ ասում, ոչ չէ, նաև ձգտելով ինտրիգ պահել։ Սովորում ինտրիգի մասին, մի անգամ էլ վերջերս ինտրիգի հարցով ասեց, թե վկայակոչեց կնոջը Մելանին, թե Մելանին ինձ տխմար է անվանում, որովհետև Պուտինը քթիցս բռնած ման է տալիս, ու ես չեմ հասկանում։ Ինքն է ասում, Մելանին նրան դիտողություն է անում, որ ինչու ես պես հլու հնազանդ հավատում Պուտինին։ Իժդեռ ինքն էլ ասում է, որ այնուամենայնիվ Մելանին թեպետ ինձ քննադատում է, բայց ես Պուտինին հավատում եմ, թեպետ հավատալով հանդերձ նաև հիասթափված եմ դրանից։ Մի խոսքով կալամբուր, հա։ Եվ վերջին հաշվով, քանի որ խոսք գնաց Մելանիի մասին, թվում է, թե Մելանին մտնում է քաղաքականություն, որովհետև հայտարարվեց, որ ինքը անմիջական ուղիղ կոնտակտներ ունի, կոնտակտներ է հաստատել, կապեր է հաստատել
Կրեմլի անմակաշեի հետ, որի արդյունքը եղել է այն, որ 5-6 ուկրաինացի երեխաներ, որոնց տարել էին Ռուսաստան, վերադարձրել են Ուկրաինա, որպեսզի նրանք վերամիավորվեն իրենց ընտանիքներին։ Հարցը թե ինչու են այդ երեխաներին տարել, սա ուրիշ հարց է, չէ՞։ Մի խոսքով այնպիսի տպավորություն է, որ Մելանին ուզում է մտնել ակտիվ քաղաքականություն եւ մանավանդ որ կրկնում եմ մի առիթով չէ, տարբեր առիթներով մի քանի անգամ Վերնակակուլը ասում է, որ Մելանին իրեն տխմար է հավանել այն պատճառով, որ Պուտինը նրան մատի վրա ֆռռացնում է։ Վերադառնալով խաղաղության Նոբելյան մրցանակին, ընդհանրապես պետք է նշել, որ խաղաղության Նոբելյան մրցանակը սկսել են շնորհել 1993 թվականից։ Առաջինը այդ մրցանակին արժանացել է Արևաֆրիկյան Հանրապետության ղեկավար նախագահ Դկլերկը, ապարտեիդը այդ երկրում վերացնելու առթիվ։ Հաջորդը այդ խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացել են Յասիր Արաֆատը, Իցխակ Ռաբինը եւ Շիմոն Պերեսը, Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման ուղղությամբ ձեռնարկած ջանքերի համար։ Հետագայում այդ մրցանակին արժանացել են շատերը, բայց Միացյալ Նահանգներից այդ մրցանակին արժանացել են Ջիմի Քարտերը նախագահ, Միացյալ Նահանգների նախագահի փոխնախագահ Ալ Գորը, ինչպես նաև Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման։ Եվ այսքանից հետո բնականաբար Թրումփը եւս ուզում էր խաղաղության կատակով հեղինակով ասել եմ խաղաղության Նոբելյան մրցանակի միսեր ուզում։ Մանավանդ որ ինչ գոնե վերջին շրջանում նրան այնուամենայնիվ իր ջանքերի շնորհիվ ստացվեց, որ դադարեցվեց Իսրայելա-Պաղեստինյան այս դժոխային պատերազմը, որ ծավալվում էր Ղազայի հատվածում, իդեպ ասեմ, որ մեր գործիչները, ինչպես նաև վերլուծիչները, մեկնաբանները, լրագրողները ձերևս սխալ են ասում են Գազա։ Գազան ռուսները ղ չունեն, անգլիացիները ղ չունեն եւ գ են ասում, որ այդ եթե ուզում են օրիգինալին մոտ լինել, ճիշտ լինել, ապա արաբերեն Ղազա է։ Արաբերեն կոչվում է Qut Ղազա, Qut հատվածն է, մաս է, իսկ կոչվում է Ղազա, Qut Ղազա։ Մի խոսքով հիմա ամսի 9-ին, եթե չեմ սխալվում, 3 օր առաջ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Ղազայում տեղակայված Համասի այդ կազմակերպության յուրահայները ազատ են արձակելու մնացած բոլոր պատանդներին, իսրայելական զորքերն էլ մաս առ մաս այդ փուլ առ փուլ հետ են քաշվելու իրենց ելման դիրքեր։ Ըստ որում նախատեսվում է, որ Շարմ ալ-Շեյխում, Եգիպտոսում ժամանելու են Թրումփը, նաև որոշ տեղեկությունների ժամանելու է այնտեղ նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որոնք ներկա են լինելու բնականաբար Եգիպտոսի նախագահի հետ միասին Իսրայելի եւ Պաղեստինի այդ միջև կայացած համաձայնագրի կնքմանը, խաղաղության համաձայնագրի ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ համաձայնագրի կնքմանը։ Հանրարդարության պետք է ընդունել, որ այդ համաձայնագրի կնքման ուղղությամբ իսկապես Թրումփի ջանքերը նշանակալի են եղել։ Այնպես որ Թրումփի
ուղղակիցը Մելանի Թրամփը կարող է գոնե այս հարցում գովել ամուսնում, քանի որ ոչ իսրայելցիներին, ոչ պաղեստինցիներին չի հաջողվել Թրամփին մատի վրա վռազնել։ Վերադառնալով մյուս հարցին անցած շաբաթ տեղի ունեցած հետաքրքիր եւ բազմանշանակ իրադարձությանը, դա վերաբերում է Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի շրջանառիթով այնտեղ տեղի ունեցած Ալիև-Պուտին հանդիպումը։ Պետք է տեսնել կադրերը, թե ինչպես Ալիևը հաղթական քայլվածքով, արժանապատիվ քայլվածքով, գոռոզ, ավելի շուտ ոչ թե արժանապատիվ, այլ գոռոզ քայլվածքով առաջ է գնում։ Կրեմլի անմահ կաշեը թփթփալով ոտքերը քաշ տալով նրա հետևից անընդհատ հայացքը նրանից չփոկելով ուղղություն է տալիս, իրենից առաջ թողնելով հետևից գնում է, կարծես թե հյուր է, այնինչ այնտեղ հյուրի հարց չկար, անմահ կաշեը չէր ընդունել որպես իրեն հյուր, նրանք Դուշանբեում էին եւ պետք է հավասար մի խոսքով այնպիսի տպավորություն էր, որ անմահ կաշեը այսպես ամեն ինչով փորձում է նույնիսկ մինչև սրահ մտնելը, սրահ գնալը, մոտենալը աթոռներին, որ նստեն բազկաթոռներին, այնպես ուղեկցում էր, շատ գիտեք տխուր տեսարան էր եւ ակնհայտ էր անմահ կաշեի ինչ ասեմ մեղայական կեցվածքը։ Նստեցին Ալիևը սֆինքսի նման, պես նստած բազկաթոռին, նույնիսկ չեր են նայում, պես եթե նայում էլ անմահ կաշեի կողմը չեր նայում, եթե նայում էր ապա աչքերից պես կողքով, աչքի կողքով։ Իսկ անմահ կաշեը պես թեքված դեպի Ալիևը փորձում էր բացատրել, թե ինչպես դա պատահեց, խոսքը անցյալ տարի դեկտեմբերին տեղի ունեցած ավիավթարի աղետի մասին է, երբ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը խփել էին ադրբեջանական մարդատար օդանավը։ Չեչնիայի տարածքում հետ խփելուց հետո այդ օդանավը հետո ոնց էր հասել եւ ընկել փորձել էր անցնել դեպի Ղազախստան։ Մի խոսքով եւ կային զոհեր։ Հիմա Կրեմլի անմահ կաշեը բացատրում էր ամենայն մանրամասնությամբ, թե ինքը սկզբից լավ չի իմացել, հետաքննությունը շարունակվել է եւ այլ, որ այն ժամանակ ադրբեջանական ինքնաթիռի մարշրուտի մոտ եղել է նաեւ ուկրաինական անօդաչու թռչող սարք, Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը ուզել են խփեն, խոցեն այդ անօդաչու թռչող սարքը, բայց Պուտինի այդ կներեք անմահ կաշեի խոսքով տեղի ունեցել համակարգի խափանում եւ արձակված հրթիռները, երկու հրթիռ է արձակվել եւ արձակված երկու հրթիռը պայթել են այդ օդանավի ադրբեջանական մարդատար օդանավից մոտ 6-10 մետր հեռավորության վրա։ Դրա համար նա ասես մանրամասն պատմես Ալիևն այս նայում է իբր լսում է։ Դրա համար էլ ադրբեջանական մարդատար ինքնաթիռի օդանավի օդաչուները կարծել են, թե բախվել են թռչունների երամի հետ։ Այդ բարձրության վրա թռչունների երամի հետ են բախվել։
Մի խոսքով, հետո ասում եմ, որ իհարկե ցավալի է, մեզ քանի օրն եմ իմացել զուտ եղելությունը, որովհետև մինչ այդ հետաքննություն էր գնում, ամեն ինչ ես չգիտեի, որ ասեի, եւ հիմա ներողություն եմ խնդրում, եւ ինչպես կարգն է, ինչպես հարկն է, Ռուսաստանը կփոխհատուցի ամբողջ վնասը։ Եվ դրանից հետո Ալիևը այսպես նայում է, հավանություն է արժանացնում, ու հետո շարունակում է անմահկաշե, որ Ռուսաստանը երբեք չի մոռացել եւ չի մոռանում, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են։ Սա էս նաև ուզեցի նշել, շեշտել այն մասին, որ մեր որոշ վերլուծիչներ սկսել են ոգևորվել մի այսպես հայտարարություններ անել, հատեսեք ռուս-ադրբեջանական հարաբերությունները ինչ վիճակում են հայտնվել եւ ավելին ինչ որ մի վերլուծիչ էլ ավելի հեռուն էր գնացել, հիմա թե իբր հասելով, թե իբր հիմա ադրբեջանցիների ջգրու ռուսները կվեսնեն Ղարաբաղի հետ կտան հայերին, գրողը տանի, այդքան տխմար ու միամիտ կարելի է լինել։ Ես իմ հաղորդումներին բազմիցս ասել եմ հենց այն սկզբից, որ հայ ներեցեք ռուս-ադրբեջանական եւ ռուս-թուրքական հարաբերությունները երբեք չեն վատանա։ Կարող են այսօր լինել ինչ որ մի խաղ լինել, բայց Ռուսաստանը, այսօրվա Ռուսաստանը մանավանդ եւ միշտ էլ կապված է, կախված է եւ կապված է եւ կախված է թե Թուրքիայից, թե Ադրբեջանից։ Ասեմ, Ադրբեջանը նաեւ հակառուսական այդ պատժամիջոցների շրջանցնելու լավ հաբ է։ Կգնում նաև ասել լավ միջոց է, թե Թուրքիան նաև կոնկրետ հիմա Ադրբեջանի մասով էլ ասեմ, որովհետև բոլորովին վերջերս մի 3 օր առաջ չեխական լրատվական կայքերից մեկում կարդացի, որ Չեխիան սկսել է գնել ռուսական Նիվա ավտոմեքենաներ, որոնք ժամանակին արգելվել էին Ուկրաինայի պատերազմը սկսելուց հետո արգելվել էր Ռուսաստանից այդ մեքենաների գնումը, ներկրումը։ Եվ ինչ է պարզվում, այդ Նիվա ավտոմեքենաները հավաքում են Ադրբեջանում։ Եվ որպես ադրբեջանական ապրանք է գնում Չեխիա։ Ըստ որում չեխական աղբյուրները նշում են, որ Ադրբեջանում հավաքված Նիվաները ավելի որակով են, քան Ռուսաստանում հավաքվածները։ Ահա քեզ եւս մի մտորելու բան։ Իսկ այն որ այս հանդիպումը Ռուսաստանի անմակաշեի եւ Ադրբեջանի դիկտատորի միջև ոչ այլ ինչ էր, քան Haman Rusya իմաստունի մեղա գալը, մեղայականը ընդհանրեն։ Ռուսական կողմը լիովին ընդունեց իր կատարված, իր կերած բողկը եւ խոստացավ անմակաշեի բերանով, որ կփոխհատուցի հասցված բոլոր վնասները։ Սա էր անցյալ շաբաթվա տեղի ունեցած կարևոր ուշագրավ եւ նշանակալի իրադարձություններից մեկը, ու նաեւ ինչու ես դրան անդրադառնալ այս վերջինին, հատկապես որ կրկնում եմ եւս մեկ անգամ մեր այսպես կոչված լավատեսներին ասել, նշել, որ երբեք հույս չունենան, որ ռուս-ադրբեջանական կամ ռուս-թուրքական հարաբերությունները կվատանան։ Այդպիսի բան չի եղել եւ չի կարող լինել։ Ըստ որում գուցե նաեւ գոնե հիշեք բոլոր այն անցյալ դարերում բոլոր ռուս-թուրքական պատերազմներից հետո հայերի վիճակը ավելի է վատացել։ Բայց դա անցյալում է, հիմա դա պատմություն է, ինչ վերաբերում է հիմային, ներկային
Եվ ներկայումս եւ մոտ ապագայում էլ կրկնում եմ ռուս-ադրբեջանական եւ ռուս-թուրքական հարաբերությունները չեն կարող վատանալ։ Ու մանավանդ որ նշեցին նաեւ կողմերը, որ Դուշանբեում տեղ ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի դիկտատորն ու Կրեմլի անմակաշերը քննարկել են նաեւ տարածաշրջանին վերաբերող հարցեր։ Այնպես որ այսքանը։ Բայց նախքան ցտեսություն ասելը մեկ անգամ եւս կոչով դիմում եմ բոլոր նրանց, որոնք նայում են հաղորդումներս, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք, խնդրեմ, դրեք լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Ամասյա Հովհաննիսյան YouTube ալիքը ավելի է տարածվում։ Ցտեսություն, կհանդիպենք, խաղաղություն մեզ, խաղաղություն աշխարհին։